24 TV-ին շարունակում է աշխատանքը, տաղավարում այսօր իմ հյուրն է քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը։ Բարև ձեզ, պարոն Բադալյան, շնորհակալ եմ մեզ հրավիրելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Իրանի արտգործնախարարն է ժամանել Հայաստան պաշտոնական այցով, 2 օր առաջ Նիկոլ Փաշինյանն էր աշխատանքային այցով ժամանել Վրաստան, որտեղ էլ տեղի էր ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, ինչ եք կարծում, ինչ հարցերի շուրջ են այս քննարկումները ընթանում, արդյոք վերաբերում են խաղաղության օրակարգին։ Իրանի արտգործնախարարի այցի ընթացքում անկասկած կքննարկվեն թե ռեգիոնալ հարցեր, թե գուցե միջազգային ավելի լայն նշանակության եւ թե անշուշտ երկկողմ հարաբերությունների վերաբերյալ հարցեր, այսինքն այստեղ հասկանալի է, որ օրակարգի այդ շրջանակային ստանդարտը դա է լինելու անկասկած, ինչ բովանդակային շեշտադրումներ արդեն, սա իհարկե պարզ կլինի մոտավոր առումով այն հայտարարություններից, որ կհնչեն այս պահին դեռևս այցը մեկնարկած չէ, եւ իհարկե այս տեսանկյունից ընդհանուր որոշակի շրջանակ կարող է լինել նաեւ Վրաստանի հետ։ Եվ այս իմաստով հնարավոր է նաեւ հայ-վրացական շփումները, որոնց առիթը ֆուտբոլային հանդիպումներն էին, այդուհանդերձ ներառել են նաեւ հարցեր, որոնք ինչ որ իմաստով կքննարկվեն նաեւ Իրանի արտգործնախարարի հետ։ Ուշադրության է արժանի նաեւ այն, որ Արարողջիի Հայաստան այցից առաջ փաստորեն տեղի ունեցավ Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույց, այս անգամ էլ Լավրովի ծննդյան տարեդարձի առիթով, բայց սա էլ կարծում եմ ավելի շատ առիթներ, քան պատճառը եւ պատճառը թերևս հնարավոր է դարձյալ հարցերն են, որ քննարկվել են նաեւ գուցե Իրանի արտգործնախարարի այցին ընդառաջ, որովհետև արժե նաև հիշեցնել, որ երբ շաբաթներ առաջ Իրան էր այցելել Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը, այդ այցի շեմին էլ Շվեյցարիայում տեղի էր ունեցել Միրզոյան Արաղչի հանդիպումը ՄԱԿ համաժողովի շրջանակում։ Այսինքն այստեղ հասկանալի է, որ հարցերի ընդհանուր բավական լայն շրջանակ կա, որը միայն ինքնին չի պայմանավորում այցը, բայց անշուշտ կլինի թերևս այցի օրակարգի առանցքային ուղենիշներից մեկը։ Խաղաղության օրակարգի շրջանակում նկատի ունեք այն, որ չի հաստատվում այդ համաձայնագիրը կնքել այս հարցերի քննարկումը կլինի, թե տարածաշրջանային այդ ճանապարհների ապաշրջափակման հարցն է։ Այդուհանդերձ կարծում եմ, որ խաղաղության օրակարգի չստորագրման հարցը այդքան առանցքային ուշադրության չի արժանանա, որովհետև ըստ իս մեծ հաշվով դա նոր խնդիր չէ։ Այսինքն որևէ մեկի համար առավել եւս այդ շրջանակի դերակատարների զարմանալի չէ, որ Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել եւ դնում է նախապայմաններ, որովհետեւ այդ նախապայմանները հնչում էին ամիսներ շարունակ եւ 2-3 տարի շարունակ, այսինքն եթե չեմ սխալվում 21 թվականից է Ադրբեջանը սկսել խոսել, այո, սահմանադրության փոփոխության մասին եւ հետո աստիճանաբար նորանոր պահանջներ է բերել, այսինքն այստեղ այդ պահանջների նախապայմանների շրջանակը դա տեխնիկական կողմն է, բոլորը հասկանում են քաղաքական մոտիվները Ադրբեջանի եւ Ադրբեջանի դիրքորոշման շուրջ հնարավոր արտաքին ավելի լայն խնդիրներ եւ մոտիվներ։ Դրանք անշուշտ կլինեն քննարկման առարկա։ Իրանը, ես կարծում եմ, գաղտնիք չէ, որ գերշահագրգռված է ռեգիոնալ կայունությամբ եւ անշուշտ այստեղ խոսակցության առարկա կլինի հենց դա, կայունության խնդիրը, կայունությունը ապահովելու խնդիրը, այստեղ Հայաստանի եւ Իրանի դիրքորոշումները առավելագույնս մերձ են։ Ես կարծում եմ Ռուսաստանը եւս շահագրգռված է Կովկասում կայունությամբ, հատկապես այս փուլում, երբ Միացյալ Նահանգների հետ այս խոսակցությունն է ծավալվում, բայց նաեւ այստեղ առաջանում են ռիսկեր հակառակ կողմից, որովհետեւ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգներ եւ մի քանի այստեղ շերտ կա, Միացյալ Նահանգներ եւ Ռուսաստան այս գործարքի ուղղությամբ աշխատանքը արժանանում է դժգոհության մասնավորապես Եվրոպայում եւ այստեղ եվրոպական խաղացողները կարող են դիտարկել նաեւ Կովկասյան ռեգիոնը որպես ամերիկա-ռուսական այս process-ին խոչընդոտելու եւ իրենց ներկայության հետ հաշվի նստելու հնարավոր ռեգիոններից եւ ուղղություններից մեկը, որտեղ կարելի է անել քայլեր, ստեղծել իրավիճակներ, որը կստիպի Միացյալ Նահանգներին եւ Ռուսաստանին հաշվի նստել իրենց հետ։ Սա առաջացնում է ռիսկեր ռեգիոնալ կայունության իմաստով։ Կա տեսակետ, որ Միացյալ Նահանգների Իրանի հանդեպ ունեցած վերաբերմունքը եւս ռիսկային է, բայց ես կարծում եմ այդուհանդերձ, որ նահանգները Իրանի հանդեպ ներկայումս չունեն ապակայունացման տրամաբանության մեջ գործողությունների մեծ շահագրգռություն։ Թրամփը իհարկե խոսում է այն մասին, որ կամ գործարք կլինի, կամ
կլինեն այլ քայլեր, այլ գործողություններ, բայց այդուհանդերձ կարծում եմ այդ ռետորաբանությունը առավելապես հենց ռետորաբանության մակարդակում է, իրականում ըստիս Իրանի շուրջ այդպես խիստ ապակայուն զարգացումների հավանականությունը այդուհանդերձ բարձր չէ։ Ես նկատի ունեմ անմիջականորեն Իրանին առնչվող, որովհետև այդ պրոքսի մակարդակներում հարվածներ, թիրախներ եւ այլն դրանք տեղի են ունենալու, դրանք հիմա տեսնում ենք Եմենի հութիների ուղղությամբ են ծավալում եւ այլն, բայց այդտեղ մի քիչ շերտերը այլ են։ Կարծում եմ ընդհանուր առմամբ պես շրջանակների շուրջ կլինի խոսակցությունը։ Ես կարծում եմ պետք է նաեւ հայ-իրանական օրակարգ Եվրոպան ինչ ազդեցություն կարող է ունենալ այստեղ տարածաշրջանում ապոկանոնացնելու համար։ Դե այստեղ օրինակ եթե դիտարկենք Բրիտանիայի հնարավորությունները, ապա մենք գիտենք թե Բրիտանիան ինչ մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի վրա եւ միանգամայն հավանական է որ կարող են փորձել այդ ազդեցությունը գործածել, որպեսզի Ադրբեջանը գնա քայլերի, որոնք այստեղ կարող են ստեղծել նոր իրողություններ, որոշակի ռիսկեր կայունության համար եւ բնականաբար այդ պարագայում պետք է հաշվի նստել այն կողմի հետ, որի ազդեցությամբ փորձ է արվում ստեղծել այդ վիճակները։ Այս տրամաբանությամբ կարող են ծավալվել իրադարձությունները, այս տրամաբանությամբ կարող են լինել ռիսկեր եւ ըստ այդմ այդ ռիսկերը կարիք ունեն չեզոքացման։ Այստեղ առաջանում է այլ հարց։ Հնարավոր է որ ակնկալիքները լինեն հետեւյալը, այսինքն Հայաստանը առավելագույնս շարունակի այս ամեն ինչին համաձայնելու քաղաքականությունը, միայն թե այդ ռիսկերը չլինեն, այսինքն հնարավոր է կառավարել ռիսկերը տարբեր կերպ, կամ Ադրբեջանին հորդորելով։ Պայմանագրից դուրս նաև, որովհետև Փաշինյանը ասում էր քննարկելի չեն այն առաջարկները, որոնք կարող են օրինակ Հայաստանից ակնկալել համաձայնել Ադրբեջանի նախապայմաններին, միայն թե թույլ չտալ էսկալացիայի ռիսկերը։ Այսինքն քաղաքականությունը այս առումով շատ բարդ եւ բազմաշերտ է եւ բնականաբար եթե կա խնդիր եւ այդ խնդիրը փորձում են լուծել, նկատի ունեմ մեծ խաղացողները, ըստ էության նրանց համար այդքան էլ էական չէ, թե այդ խնդիրը ում հաշվին կլուծվի, ում հաշվին ավելի հեշտ կլուծվի, այդ ճանապարհով էլ նրանք կփորձեն գնալ։ Եվ այստեղ եւս Հայաստանի համար առաջանում են այդպես երկրորդային ռիսկեր, երկրորդային ոչ թե իրենց նշանակությամբ, այլ ծագմամբ եւ մոտիվացիոն հիմքով։ Ինչ վերաբերում է Իրանի հետ հարաբերության այլ ասպեկտներին, ես կարծում եմ պետք է խորացնել հարաբերությունը նաև տնտեսական ուղղությամբ։ Ընդհանրապես հայ-իրանական հարաբերության մասով ըստիս կա հետևյալը, թույլ չտալ, որպեսզի այդ հարաբերությունը եւս ենթակա լինի մեզանում շատ տարածված, այսպես չափազանցված սպասումներով, պատրանքներով, միֆականությամբ ինչ որ հարաբերության, որովհետև ինչպես այս կամ այն երկրին են դիտարկում Հայաստանում միակ հույս, փրկություն եւ այլն, շատերը նաեւ Իրանին են դիտարկում, որ Իրանն է մեր միակ հույսը, Իրանն է մեր միակ փրկությունը։ Սա վտանգավոր է ոչ միայն այլ երկրների համար, այլ ուղղությունների համար, նաև Իրանի։ Եվ այդ վտանգները չեզոքացնելու համար պետք է հագեցած եւ բովանդակային հարաբերություն հաստատել, ներկայացնել հասարակությանը, իսկապես առարկայական երկկողմ գործակցություն տնտեսական առումով եւ օրինակ եթե խոսում ենք Սյունիքի անվտանգության հարցում Իրանի դերի մասին, են կարծում եք դուք։ Եթե մենք խոսում ենք Իրանի դերի մասին, ապա այդտեղ պետք է շեշտը դնենք թերևս նաև տնտեսական ներգրավվածությանը Իրանի, այդ կերպ դիտարկելով Սյունիքի անվտանգության ապահովման հնարավորություններ եւ հեռանկարներ։ Մենք օրինակ պատկերացնում ենք, որ եթե այնտեղ ռիսկ են լինել, Իրանը կմիջամտի ռազմական առումով, այստեղ որևէ երաշխիքներ չկան կմիջամտի թե ոչ, կամ ինչպիսի պայմաններով կմիջամտի եւ այլն։ Անկամ երբ իրենք ասում են թույլ չեն տա, որ սահմանների գիծը տեղաշարժվի։ Դե օրինակ իրենք շատ բան են ասել, որ թույլ չեն տա, նաեւ մերձավոր արևելքի ուղղություններով, բայց մենք տեսել ենք, որ շատ հաճախ թույլ են տալիս։ Այդ թույլ տալը իհարկե լինում է տարբեր գործարքների շրջանակում, այսինքն տարբեր պայմանավորվածությունների, բայց մենք երբեք չգիտենք մեր հարցում Իրանը ինչ պայմանավորվածությունների կարող է գնալ, օրինակ Թուրքիայի հետ, օրինակ Ադրբեջանի հետ եւ այլն։ Բնական է, եթե անմիջականորեն իրեն իր սահմաններին սպառնալիք լինի, Իրանը շատ կոշտ կպատասխանի, բայց եթե այդ սպառնալիքը չկա, այդ դեպքում ինչպիսին կլինի Իրանի վարքագիծը, այստեղ մեծ հարցեր են։ Հետեւաբար մենք պետք է փորձենք Իրանին այդ փոխշահավետության շրջանակում ներգրավել տնտեսական առումով։
վերջերս տեղի ունեցան իրադարձություններ, որոնք սրա համար ստեղծում են հավելյալ հնարավորություններ, Իրանը դիտորդի կարգավիճակ ստացավ ԵԱՏՄ-ում, այո, եւ ազատ առևտրի ռեժիմը ուժի մեջ մտավ Իրանի հետ։ Այս հնարավորությունները պետք է օգտագործել, որովհետեւ ժամանակակից աշխարհում անվտանգությունը միայն ռազմական ներգրավվածությունը չէ, նաեւ տնտեսական շահերի համակցվածությունն է, որը ավելի մոտիվացնում է կանխարգելիչ ուղղությամբ գործողությունները եւ այլն։ Այդտեղ Իրանի մոտիվացիան առավել կբարձրանա փոխշահավետության այդ միջավայրը ձևավորելու տեսանկյունից եւ բնականաբար Սյունիքի կենսունակությունը ավելի կբարձրանա, որովհետեւ մենք այնտեղ ունենք նաեւ այլ խնդիրներ, մարդկանց այնտեղ պահել, տնտեսական հնարավորություններ եւ այլն, մենք ենթակառուցվածքային ճանապարհներ ունենք եւ այս փաթեթը ամփոփելով նշեմ, որ թերևս պետք է ակտիվ աշխատել բազմակողմ առնվազն օրակարգեր մշակելու ուղղությամբ, նույն Վրաստանի առնչությամբ Իրան, Հայաստան, Վրաստան այս գաղափարը թերևս պետք է առաջ մղել, որովհետև սա կարևոր լոգիստիկ ուղղություն է եւ մի շարք առումներով առանց այս եռակողմ գործակցության հնարավոր չէ զարգացնել հարաբերությունները եւ ընդհանրապես ձևավորել Հայաստանի ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական դեր։ Հետեւաբար մենք այս ուղղությամբ եւս պետք է ակտիվ աշխատենք Իրանի հետ նաեւ։ Իսկ խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ կարող է լինել համաձայնագրի, հիմա ասում են համաձայնագիր են կոչվում։ Ի վերջո Ադրբեջանը կստորագրի, կարծում եք դուք, եւ այսօր փոխարտգործնախարարն ասում էր, որ 58 երկիր ողջունել է, 10 միջազգային կազմակերպություն է ողջունել եւ նա դա այդպես հնարավորություն էր ստեղծում, որ Ադրբեջանը ազդվի միգուցե այս ամենից եւ ստորագրի։ Շատ հետաքրքիր է, ես չգիտեմ բլոկնոտով են այդ նշել, հաշվել թե քանի երկիր ողջունեց, թե ինչ որ այլ տեխնիկական հնարավորություններով, բայց ինքնին երբ հարցը գնում է այդպես մաթեմատիկական վիճակագրությամբ 58-ն է ողջունել 57-ը։ Եթե նստած հաշվում են քանի երկիր է ողջունել, դա նշանակում է, որ անելու այլ բան այդ շրջանակում չկա եւ նստած հաշվում են, թե ինչ վիճակագրություն կարող ենք ներկայացնել հասարակությանը։ Լավ, ենթադրենք 58 չէր, 48 էր կամ 28 էր կամ 108 է։ Դրանից ինչ որ բան փոխվում է, թե ոչ։ Մենք տեսնում ենք, որ այդ վիճակագրությունը ինչ որ բան փոխվում է։ Այդ 58 երկրների կեսից ավելին երկրներ են, որոնք բացարձակապես ոչ մի հետաքրքրություն այստեղ չունեն։ Մենք դա հասարակությանը ներկայացնում ենք, որ տեսեք ողջունել են որպես ինչ, դա իրական գետնի վրա ինչ է փոխում։ Եվ այս մոտեցումը ինքնին ցույց է տալի, որ ասելիք մեծ հաշվով այլ ասելիք այստեղ չկա, եւ եղած ասելիքը չի աշխատում, այսինքն ցույց տալ, որ այդ խաղաղության պայմանագիր թե համաձայնագիր ասվածով Ադրբեջանին անակնկալի են բերել, կանգնեցրել են ինչ որ փաստի առաջ։ Սկզբնական շրջանում փորձեցին նաև այդպես ներկայացնել այն իրողությունը, որ ընդամենը Երևանը ընդունել է Ադրբեջանի առաջարկները, համաձայնել է դրանց եւ այդպես պայմանագիրը ավարտվել է։ Բայց երևի թե տեսնում եմ նաև այդ փաստարկները այդքան էլ մեծ հանրային արձագանք չեն ստանում եւ հիմա փորձ է արվում վիճակագրությամբ տպավորություն ստեղծել 58 երկիր ողջունել են եւ այլն եւ ինչ դրանից ինչ է փոխվում Ադրբեջանն է իր նախապայմանները հանում մենք տեսնում ենք որ ոչ միայն չի հանում այլ հակառակը ավելի այսպես շեշտադրումներն է ուժ գնացնում հետեւաբար պետք է հարցանագրել որ այստեղ իրերի դրության փոփոխությունը մեծ հաշվով իրատեսական չէ, այսինքն Ադրբեջանը շարունակելու է առավելապաշտությունը եւ Երևանը այստեղ ինչ է անելու, այսինքն ինչ մեխանիզմներ է տեսնում այդ առավելապաշտության ընթացքը կանգնեցնելու համար, որովհետեւ առայժմ կարծես թե պատկերը այն է, որ ընթացքը կառավարելու ձև է ընտրվել այդ առավելապաշտությանը ինչ որ աստիճանով, ինչ որ դինամիկայով համաձայնել է Այսինքն, չգիտեմ, ամիսը 1, մի քանի ամիսը 1 համաձայնել ինչ-որ բանի։ 2014-ի ապրիլին համաձայնեցին Տավուշի այդ 4 այսպես կոչված ադրբեջանական գյուղերի տարածքները միակողմանի հանձնելուն, դրա անունը դրվեց սահմանազատում եւ սահմանագծում, ինչը բացարձակ կապ չուներ սահմանազատում եւ սահմանագծում երևույթի հետ։ Մենք տեսնում ենք, որ արդեն գրեթե 1 տարի անց իրական սահմանազատում եւ սահմանագծում դեռ չի էլ սկսել կանոնադրություն են որոշել են Տավուշից պետք է շարունակեն, բայց դեռևս չգիտեմ, աշխատանքներ սկսել հավանաբար, այո, ավելի ճիշտ է սկսել ասել, որովհետև այն ինչ որ եղել է Տավուշում, դա չի եղել սահմանը, դա եղել է փշալարեր են քաշել Ադրբեջանի պահանջով տարածքները հետ տալուց հետո։ Եվ հիմա ասվում է, որ համաձայնագիր է հիմա, ընդ որում մեկ համաձայնագիր են ասում, մեկ պայմանագիր, այստեղ իրավական ուժը պետք է հասկանալ, որովհետև այդ անվանումները չեն խնդիրը, իրավական ուժը ինչպիսին է։
Եվ հիմա հարց է առաջանում, սրանից բացի Հայաստանը ինչպիսի այլ անելիք է տեսնում, որ process-ի այս տրամաբանությունը փոխվի, այսինքն Ադրբեջանից եկող ռիսկերը կառավարել, Ադրբեջանից եկող պահանջները բավարարելով։ Ես կարծում եմ, սա մեղմ ասած հեռանկար չունեցող կամ հակառակը վտանգավոր հեռանկար ունեցող process է։ Այսինքն Ադրբեջանը այդպես էլ չի կնքի այդ համաձայնագիրը եւ նոր պահանջները փորձի կյանքի կոչել։ Դե կարծում եք եւ այս ապատեղեկատվություններն հիմա դա ենք տեսնում։ Եվ որևէ բան չեմ տեսնում, որ սրանից հետո այդ տրամաբանությունը Ադրբեջանն ինքը փոխելու է։ Լինելու է արդյոք Ադրբեջանի վրա այնպիսի ճնշում, որ կասեն դու հրաժարվի քո նախապայմաններից եւ ստորագրի Հայաստանի հետ այդ համաձայնագիրը։ Ինչու է ճնշումը իսկապես չկա, դուք կարծում եք, ճիշտ չեն աշխատում Հայաստանից, թե հետաքրքիր չի նրանց, որովհետեւ այնպիսի պահանջներ է Ադրբեջանը ներկայացնում, որոնք անիրագործելի են եւ Հայաստանի ինքնիշխանությանը վտանգող պահանջներ են եւ այն երկրները, որոնք այդքան ողջունում են Հայաստանի ինքնիշխանության պահպանումը, պետք է որ հասկանան, թե դա ինչ խնդիրների առջեւ է Հայաստանի կանգնեցնելու։ Ինքնիշխանության պահպանման ողջույնները այդ մի քիչ դարձյալ մեզ համար դա մի բան է, որ հռետորաբանության մակարդակով օգտագործում են։ Եվ մենք էլ այստեղ անհակ սպառում ենք, դա լինելով բավական խոցված տարբեր պատճառներով, ամեն մի բառ, որը մեր ականջին հաճո է, մենք անհակ սպառում ենք, խորամուխ չլինելով, թե դրա տակ իրական քաղաքականության առումով ինչ կա կամ ինչ կարող է լինել, իրատեսական, առարկայական մի բան կա, թե պարզապես հռետորաբանություն է։ Եվ այս տեսանկյունից ինչու ճնշում չեն բանեցնում Ադրբեջանի վրա, որովհետև Ադրբեջանը իրենց պետք է, որովհետև Ադրբեջանի հարցում կա շատ լուրջ էական մրցակցություն այդ իմաստով, եւ Ադրբեջանը նաեւ կարողացել է դիրքավորվել, իցավ մեզ, ի դժբախտություն մեզ, դիրքավորվել այնպես, որ արդյունավետ է խաղում այդ տարբեր բևեռների միջև։ Եվ դրա համար ճնշում չկա, դրա համար օրինակ կարող են հայտարարել, որ Արցախում էթնիկ զտումը կարմիր գիծ է, դրանից 4-5 օր հետո լինի էթնիկ զտումը, բայց առ այսօր այդ հայտարարողները չեն ասում, որ տեղի է ունեցել էթնիկ զտում։ Սրանք իհարկե քաղաքական մոտիվներով ձևավորվող վարքագծային դրսևորումներ են, բայց այդպես է եւ մենք նաեւ պետք է արձանագրենք, որ Ադրբեջանը իրենց համար պակաս կարեւոր չէ, քան Հայաստանը, եթե չասենք ավելին։ Սա է պատճառը, որ այդ առումով ճնշումներ չեն լինում եւ չեն էլ լինելու, քանի դեռ Ադրբեջանը արդեն անմիջականորեն իրենց դեմ դուրս չի եկել։ Դուրս գալ Հայաստանի դեմ դեռ չի նշանակում դուրս գալ իրենց դեմ։ Երբ նրանցից որևէ մեկի հետ դուրս կգա, որևէ մեկի դեմ դուրս կգա անմիջականորեն, կլինեն ինչ որ ճնշումներ։ Բայց դա էլ մեծ հարց է, ճնշումները կլինեն Հայաստանի վրա, Հայաստանի հետ հարաբերության ինչ որ հարցում, թե այդ հարցերը կարող են դնել այլ ուղղություններով Ադրբեջանից ընդամենը զիջում կորզելու համար եւ այստեղ մենք լինենք ընդամենը միջոցը կամ գործիքը եւ ոչ թե նպատակը։ Այս հարցերը կան, այս հարցերի վերաբերյալ մենք բնականաբար որպես հասարակություն պետք է իսկապես լրջորեն խորհենք հասկանալու համար, թե այստեղ ինչ անելիքներ կա։ Հիմա կարող ենք եզրակացնել, որ ամեն դեպքում սխալ էր որոշել եւ համաձայնվել Ադրբեջանի պնդման հետ, որ երկկողմ պետք է լինեն այդ բանակցությունները եւ մեզ որևէ միջնորդ պետք չէ։ Միջնորդների ներկայությունը արդյոք այստեղ որոշակի զսպող մեխանիզմ կամ պատասխանատվություն իրենք կվերցնեին, բայց եթե միջնորդները հրաժարվում են, երևի թե լսեցիք Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Ուիտկոֆի հայտարարությունը օրեր առաջ, որ եթե ինքը այս կամ այն ուղղությամբ տեսնում է, որ դիվանագիտական արդյունավետ աշխատանքի հեռանկար չկա, ինչու պետք է գնա Թրամփին ասի, որ եկեք այստեղ աշխատենք այս ուղղությամբ եւ այլն, եւ նշել էր նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացը։ Այսինքն եթե այստեղ չենք տեսնում արդյունքի հասնելու հնարավորություն, ուրեմն չպետք է ծախսենք ավելորդ էներգիա եւ ժամանակ եւ այլն։ Միջնորդներն իրենք են շատ սահուն ձևով դուրս եկել։ Երևանը չի կարողացել պահել միջնորդներին։ Սա Երևանի բաց թողումն է։ Բայց միգուցե մենք հայտարարեցինք երկկողմ դրա համար։ Մենք ես կարծում եմ այդպիսի հայտարարություն է եղել, որովհետև պարզապես չի եղել իսկապես միջնորդություն իրականացնելու ֆորմալ միջնորդության պատասխանատվություն ստանձնելու կողմ։ Եվ Երևանը այդտեղ իրավիճակից դուրս գալու այլ ելք չգտավ, քան ասել, որ դե մենք ուզում ենք, որպեսզի անմիջական երկկողմ հարաբերություն, որովհետև եթե երկկողմ է, շատ պարզ է, չէ, որ ծանր կողմը, քաշային կատեգորիայով ծանր կողմը թելադրելու է իր մոտեցումները, այսինքն այլ կերպ չի էլ կարող լինել։ Ուժերի հարաբերակցությունը Հայաստանի օգտին լիներ այդպես, անտրամաբանական կլիներ, եթե Հայաստանը նույն կերպ չվարվեր։
Եվ երրորդ կողմը միջնորդը ֆորմալ իմաստով շատ կարևոր է հենց այդ բալանսավորման համար։ Եթե մենք չենք կարողանում մեր ուժերով բալանսավորել վիճակը, ապա երրորդ կողմը անհրաժեշտ է, որպեսզի ինքը որպես ավելի գերակա կողմ բալանսավորի։ Մենք չկարողացանք սա ապահովել։ Կրկնեմ, այդուհանդերձ իմ խորին համոզմամբ որևէ միջնորդ պարզապես չուզեց ստանձնել պատասխանատվություն, տեսնելով, որ այդտեղ արդյունավետ աշխատանքի հեռանկար չկա։ Եվ հետեւաբար, եթե որևէ մեկը ֆորմալ պատասխանատվություն էր ստանձնում իրավիճակի համար որպես միջնորդ, դա նշանակում է պատասխանատվություն է ստանձնում Հայաստանի որոշումների համար բավարարել Ադրբեջանի պահանջները եւ պայմանները։ Հետեւաբար ցանկալի է միջնորդների համար դուրս գալ այդ ֆորմալ պատասխանատվությունից, հետո օրինակ կարգանդակներ առաջարկել Հայաստանին, որ եթե դու համաձայնես Ադրբեջանի հետ, մենք, չգիտեմ, այսքան օգնություն կտանք ֆինանսական Եվրամիության այս ծրագիրը 10 միլիոնի վրաններ դաշտային, չգիտեմ ինչեր կտանք եւ այլն եւ այլն։ Գերադասեցին այս տարբերակը։ Ռուսաստանը գերադասեց դուրս գալ Հայաստանի, այսպես ասած, հակառուսական քաղաքականության պատրվակով, որ Հայաստանն ինքը մերժում է Ռուսաստանին որպես միջնորդ եւ այլն, եւ թողնել այդտեղ դաշտը Եվրամիության վրա։ Դե Եվրամիությունն է կամ Միացյալ Նահանգներն ասում են կարող է ՀՀԿ խմբի համանախագահը ռուս գալ եւ այս բանակցություններում ներգրավել։ Զախարովան էր նման առաջարկ արել։ Դե այդպիսի հայտարարություններ բոլորն էլ անում են, բայց մի բան է հայտարարություններ անելը, մի բան է շատ կոնկրետ աշխատելը այդ միջնորդական կարգավիճակը ստանձնելու ուղղությամբ։ Իրենք տեսնում են, որ միջնորդություն իրականացնելու հնարավորություն չկա, իրենք ասելով նկատի ունեն թե ռուսները, թե ամերիկացիները, թե եվրոպացիները։ Իրենք տեսնում են, որ դրա հնարավորությունը չկա։ Եթե մեկը ստանձնեց, մյուսները խանգարելու են։ Եվ որևէ մեկը չունի այդպիսի անվերապահ ուժ, որ թույլ չտա խանգարել եւ Հայաստանին ու Ադրբեջանին բերի ինչ որ հավասարակշռված համաձայնության։ Հետեւաբար, կամ որպես միջնորդ ինքը անընդհատ տապալվելու է, եթե ֆորմալ պատասխանատվություն ստանձնի, կամ պետք է Հայաստանին պարզապես բերի այնպիսի համաձայնությունների դաշտ Ադրբեջանի պահանջների մասով, որ ի վերջո Ադրբեջանը համաձայնի ստորագրել։ Բայց այդտեղ էլ շատ մեծ հարց է, այսինքն Ադրբեջանը անընդհատ նորանոր պահանջներ է բերելու, որովհետև դրա Բաքվի խնդիրը այն չէ, որ Հայաստանից առավելագույնը կորզի։ Բաքվի խնդիրը ընդհանրապես այն է, որ Հայաստանը որպես պետականություն լինի Ադրբեջանի ռազմավարությանը ենթակա, այսպես ասենք, դեկորատիվ սուբյեկտ։ Եվ այն պահանջները, որ իրենք ներկայացնում են, ոչ թե միայն ճշմարտ գործիք են, այլ կոնկրետ ծրագիր, որ նրանք պատրաստում են իրականացնել եւ ունեն նույնիսկ ռազմավարություն այդ ամեն իրագործելու համար։ Նշածս նպատակին ադրբեջանցիների գալ այստեղ բնակվելու հարցը։ Դա միջոցներից մեկն է, այսինքն դա ընդհանրապես մեկն է միջոցներից, այո, եւ ազդեցիկ միջոցներից մեկը, բայց մենք տեսնում ենք բազմաթիվ են։ Եվ այդ իմաստով, եթե նույնիսկ ստորագրվեց խաղաղության պայմանագիրը, այդ խաղաղության պայմանագիրը ըստ էության ինչ որ սկզբունքների շրջանակային համաձայնագիր է կամ, չգիտեմ, տեխնիկական բնութագիր ըստ էության, որովհետև խաղաղության հետ կապված առանցքային հարցերը բոլորը դուրս են այդ պայմանագրից։ Ճանապարհների ապաշրջապատում, ճանապարհները, սահմանազատում եւ սահմանագծում, չէ՞ որ այնտեղ Ադրբեջանը ասում է, այս տարածքը, չգիտեմ, իմն է եւ ոչ մի մեխանիզմ չկա հստակ, որ այսպես հստակ այնտեղ նշված չէ նույնիսկ կոնկրետ քարտե, նրանք վերելու են իրենցը եւ ասել են սա մերն է, այսինքն այդ բոլոր խնդրահարույց process-ները եւ հարցերը դուրս են այդ պայմանագրից։ Հիմա ենթադրենք Ադրբեջանը ինչ որ ձևով ստորագրեց այդ պայմանագիրը, ենթադրենք, բայց դա ամենևին չի նշանակում խաղաղություն։ Դա ոչ մի այդքան ուռճացվում խաղաղության համաձայնագրի դերը։ Դե Երևանին մնացել է քարոզչական էֆեկտը, որովհետև գերագույն խնդիրներից մեկը դա իշխանության խնդիրը լուծելն է, այսինքն իշխանության հարցը լուծել, իշխանության մնալ 2026-ի ընտրություն կա եւ այլն, իսկ քանի որ այդտեղ բովանդակային իմաստով պատկերը բավական անմխիթար է, մնում է առավելագույնն անել քարոզչական էֆեկտ ստանալու համար։ Խոսենք նաեւ ռուս-ուկրաինական պատերազմից հանդիպում տեղի ունեցավ Ռիադում ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի ներկայացուցիչների միջև, այսօր նաեւ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների միջև է հանդիպում լինելու, ինչ ակնկալիքներ, սպասելիքներ կարող ենք ունենալ։ Ի վերջո հրադադար կլինի, թե ոչ, ասում են, որ մասնակի կա դա արդեն։ Դե հրադադար կարծում եմ այդուհանդերձ կլինի իհարկե, բայց երբ կլինի, սա է հարցը։ Երբ կլինի եւ որքան հաստատում կլինի այդ հրադադարը։ Ակնհայտ է, որ բոլոր կողմերը փորձում են առավելագույնը անել իրենց համար շահեկան պայմաններ բանակցելու ուղղությամբ։ Իսկ կողմերը շատ են, անմիջականորեն նստած Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ուկրաինա
եւ ասում են միջնորդավորված Ռուսաստան-Ուկրաինա նահանգների միջոցով, բայց հասկանում ենք, որ կողմերը իսկապես շատ են, նույն եվրոպացիները, ես նշեցի, որ Կովկասը կարող են դիտարկել ռուս-ամերիկյան process-ին իրենց ներկայությունը պարտադրելու համար, բայց առաջին հերթին դա դիտարկում են Ուկրաինան։ Այսինքն առաջին միջոցը դա դիտարկում են Ուկրաինան։ Հետևաբար շարունակելու են Ուկրաինայի միջոցով իրենց ներկայությունը ապահովելուն ուղղված քաղաքականությունը, եվրոպական առաջատարները, Բրիտանիան, Չինաստանը, որը բնականաբար այս պատերազմում Ռուսաստանի գլխավոր թիկունքն է եւ կարծում եմ առանց այդ մեխանիզմների Ռուսաստանի վիճակի չէր լինի այսքան երկար շարունակել առաջին հերթին տնտեսական առումով։ Այսինքն տեսնում ենք, թե ինչ լայն շրջանակ է, հետեւաբար այս լայն շրջանակը երբ կգա համաձայնության կամ երբ կմաղվի, երբ եւ ինչպես կպայմանավորվեն գոնե առանցքային 3 խաղացողները Ռուսաստան, Չինաստան եւ Միացյալ Նահանգներ։ Սա բնականաբար շատ դժվար հարց է, ինչ որ պահի անշուշտ պայմանավորվելու են, բայց երբ եւ ինչ գնով, սա է գլխավոր հարցը։ Մեր վրա ազդեցություն կունենա այս ամեն ինչը եւ որքանով, որովհետեւ բոլորը սպասում են, թե ինչ է լինելու ռուս-ուկրաինական պատերազմում, ինչ հանգուցալուծում է լինելու։ Թեև խոսքը 30 օրվա հրադադարի մասին։ Ես օրինակ մի ազդեցության մասին նշեցի, այսինքն կա process եւ այդ process-ից դժգոհներ։ Եվ այդ process-ից դժգոհ խաղացողները իրանք փորձում են գտնել հնարավորություններ մասնակիցներին, տվյալ դեպքում Վաշինգտոնին եւ Մոսկվային, իրենց հետ հաշվի նստել տալու համար։ Եվ այդ հնարավորությունները կփնտրեն նաեւ Կովկասում։ Բոլոր զգայուն ռեգիոններում փնտրում են, կարող են փնտրել նաեւ Կովկասում։ Սա ռիսկերից մեկն է, այսինքն արդեն իսկ ազդեցությունից մեկն է։ Մեզ օրինակ թվում է, թե շատ լավ է Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը սկսել են բանակցել խոսել, դա իսկապես լավ է մեզ համար, բայց ինչպես նշեցի, կան նաեւ ռիսկեր, որովհետեւ այդ խանգարող դերակատարները, խանգարողները, դժգոհները, նրանք պակաս, այսպես ուժեղ չեն, նրանք պակաս լծակներ չունեն իրավիճակի վրա առնվազն կարճաժամկետ ազդելու համար եւ դա փորձելու են անել։ Եթե լայն իմաստով Ուկրաինայում լինի հրադադար, սա ընդհանուր առմամբ կարծում եմ Հայաստանի համար, Հայաստանի անվտանգության միջավայրի համար բարենպաստ գործոն է, բայց դարձյալ այստեղ գլխավոր խնդիրն այն է, թե մենք այդ նպաստավոր գործոնները ինչպես կկարողանանք օգտագործել, ոչ մի բան ինստինկտիան չի լինելու։ Մենք ինչի ենք ի վիճակի թեկուզ նպաստավոր պայմաններում։ Լավ, ստեղծվեց ինչ որ բարեխառն միջավայր, բայց այդ միջավայրը ինքնաբերաբար չի աշխատելու մեր օգտին։ Դե ասում եմ Ռուսաստանի հետ հարաբերությունները կփորձեն ավելի սերտացնել, Փաշինյանը որոշեց, որ պետք է մայիսին Մոսկվա գնա, սա դրական քայլ է։ Ես կարծում եմ դա մի քիչ այլ հարց է, այսինքն դա մի քիչ այդպես ուղղակիորեն կապված չի ուկրաինական process-ի հետ։ Ես այս առումով առիթ ունեցել եմ մի շարք անգամներ ասելու, ես կարծում եմ այդպես առանձնապես ստրատեգիական խնդիրներ հայ-ռուսական հարաբերությունում չեն եղել, ես այս մասին խոսել եմ միշտ, ես չեմ համարել, որ այդտեղ վեկտորի փոփոխության խնդիր է դրվում եւ առաջանում են լրջագույն չնայած Ռուսաստանից հնչող հայտարարություններին։ Դե դարձյալ նշեմ, այդ հայտարարությունները քաղաքականության մեջ շատ հաճախ նաեւ ինչ որ բաներ քողարկելու համար այնքան արտացոլում են այն ինչ որ կա։ Հետևաբար միայն հայտարարություններով կողմնորոշվել չարժե, պետք է կողմնորոշվեն գետնի վրա եղած իրավիճակով։ Գետնի վրա եղած իրավիճակով Հայաստանի եւ Ռուսաստանի տնտեսական կապերը եւ այդ առումով Հայաստանի կախվածությունը ավելի խորացել է։ Պաշտպանական բնագավառում այո, ավելի սառել են։ Ինչու՞, որովհետեւ հենց Ռուսաստանն ինքն է, այսպես չակերտավոր կամ ուղակի նախապատվություն տվել այդ վիճակին, որովհետև երբ ավելի չսառեին, Ռուսաստանը ավելի մեծ պատասխանատվություն պետք է ունենար Հայաստանի հանդեպ ռիսկերի նկատմամբ։ Դա նշանակում է Ռուսաստանը կաշկանդվածություններ ունենալու Ադրբեջանի, Թուրքիայի հետ իր հարաբերություններում։ Ռուսները դա չեն ուզում եւ հետեւաբար իրենց համար նախապատվությունը այն էր, որ Հայաստանը թեկուզ հենց Հայաստանի վրա պատասխանատվությունը մնալով, բայց Հայաստանը փորձի կտրվել եւ այլ ուղղություններով ինչ որ բաներ փնտրել։ Այս մասին ես բազմիցս խոսել եմ, չեմ ուզում հիմա կրկնեմ, բայց այդ իմաստով այն պատկերը, որ կար առերևույթ, խորքում մի քիչ այլ տրամաբանություն է ունեցել միշտ, հետեւաբար ես չեմ կարծում, որ Փաշինյանը ինչ որ շատ հեռացել է Ռուսաստանից, հիմա փորձում է մոտենալ Ռուսաստանին։ Եվ խոսենք նաև Գյումրիում առաջիկա սպասվող ավագանու արտահերտ ընտրություններից, ինչ արդյունքներ կարծում եք կլինեն, եւ արդյոք դա այդքան առանցքային է լինելու 2026 թվականի համապետական ընտրությունների ժամանակ։ Դե եթե քաղաքացիական պայմանագիրը չկարողանա պահպանել իշխանություն Գյումրիում, ապա բնականաբար դա առնվազն հոգեբանական իմաստով բավական կազդի թե իշխանության վրա, թե նաեւ նրա մրցակիցների վրա։ Բայց Գյումրիում այս իմաստով իմ գնահատմամբ
ճակերտավոր փորձարկման է ենթարկվում ոչ միայն քաղաքացիական պայմանագրի կարողությունները կամ իշխանությունը պահելու մոդելները, օրինակ այնպես ինչպես Երևանում կոալիցիոն տարբերակով եւ այլն, այլ նաև այն, թե ինչ պատկեր է ընդդիմադիր դաշտում, որովհետև տեսնում ենք այնտեղ ընդդիմությունն էլ տարբեր դեմքերով եւ ֆորմատներով է մասնակցում եւ այդ իմաստով նաև հենց դա է ճակերտավոր փորձարկվում։ Մնացյալը պարզ կլինի իհարկե ընտրության արդյունքում, թե գյումրեցիները ինչպես կքվեարկեն, ինչպես կգնահատեն մասնակիցներին, Գյումրին այդ իմաստով միշտ շատ առանձնահատուկ հոգեբանությամբ, մտածողությամբ քաղաք է եղել եւ քաղաք է, չեմ կարծում, որ այնտեղ արդյունքը ինքնաբերաբար դառնում է համապետական պատկերի մոդելավորում, որովհետեւ տեղական ընտրությունը այդուհանդերձ ունի իր տրամաբանությունը եւ հոգեբանությունը, որքան էլ համապետական մակարդակի դերակատարներ ներգրաված են այնտեղ։ Հետեւաբար անշուշտ ինչ որ առումով ստուգողական, այսպես պատկեր կլինի հասկանալու համար ընդհանուր process-ների նյուանսներ տրամաբանություն, բայց համարել, որ այդ պատկերը ինքնաբերաբար նշանակելու է համապետական ընտրության տեսանելի կամ մոտալուտ պատկեր եւ այլն, ես կարծում եմ դա այդպես չի լինի։ Բայց տպավորությունն է, որ իշխանությունը ոչ մի կերպ չի ուզում պարտվել այնտեղ եւ չի հաշտվելու պարտության հետ, ավելի ճիշտ։ Դե ոչ մի իշխանություն չի ուզում պարտվել, առավել եւս իշխանություն, որը ինքը մեծ ծանրագույն պարտության եւ Արցախի կորստի պատասխանատու է։ Այդ իշխանությունը առավել եւս չի ուզենալու պարտվել, որովհետեւ իշխանությունը արդեն այդ դեպքում դառնում է թե քաղաքական, թե ընդհանուր անձնական անվտանգության երաշխիք, այսինքն այդ ոչ միայն զարմանալի չէ։ Դե չուզենալ ուրիշ է, բայց չհաշտվել պարտության հետ եւ փորձել հետընտրական զարգացումներ իրականացնել, սա հնարավոր է։ Դե այդպիսի զարգացումներ իհարկե կախված են, կրկնեմ, ընդհանուր իրավիճակից, այսինքն դրա համար նշեցի նաեւ, թե Գյումրիի ընտրությանը եւ նաեւ ընտրության արդյունքի հանդեպ ինչպիսի վարքագիծ եւ դիրքավորում կունենան ընդդիմադիր դերակատարներ, այսինքն միայն իշխանության կարողությունների ստուգարք չէ Գյումրին այդ իմաստով, այլ նաեւ հենց ընդդիմության ստուգարք է։ Դա եւ ոչ միայն ընդդիմության կարողությունների, այլ նաեւ վարքագծի ներքին հարաբերությունների։ Մենք տեսնում ենք ինչ է կատարվում ընդդիմադիր տարբեր բևեռների միջև, մասնավորապես երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև հայտնի այդ շրջանը փոխհրաձգության եւ նաեւ Գյումրիում էլ տեսնում ենք, որ ներընդդիմադիր դերակատարները ինչ որ կսմիտներ միմյանց հանդեպ անում են եւ սա եւս ինչ որ իմաստով ստուգարք է։ Այսինքն ընդդիմությունն է կարող է չհամախմբվել։ Դե տեսնենք ամենայն դեպս անմեկնելի են ոչ միայն Հայաստանի իշխանության, այլ նաև ընդդիմության ճանապարհները եւ այդ իմաստով նույնիսկ մի քիչ տարօրինակ բան կարող է հնչել, բայց Հայաստանի իշխանությունը ավելի կանխատեսելի է, չեմ ասում դա լավ է թե վատ, բայց ավելի կանխատեսելի իշխանություն կա, քան կանխատեսելի, այսպես ասած, ընդդիմադիր դաշտ։ Եվ մեկ հարցել է քննարկվում շատ, որ այսպիսի խոսակցություններ կան իշխող թիմում, որ եթե իրենք պարտվեն Գյումրիում, ապա արտահերթ ընտրություններ իրականացնելու համապետական մինչև ապրիլի 15-ը կարող են այդ որոշումը կայացնել։ Հնարավոր է այս քայլին գնա իշխանությունը, կարծում եք։ Չեմ բացառում, ես նշել եմ միշտ, որ արտահերթ ընտրություն Հայաստանում կլինի այն դեպքում, ավելի շուտ այն պատճառով, որը կլինի Հայաստանից դուրս, կապված հայ-ադրբեջանական process-ի հետ կամ այլ process-ի հետ։ Ներսում կլինեն առիթներ։ Հիմա Գյումրին կլինի առիթ գնալ արտահերթ ընտրության, սա ես չեմ կարող ոչ հաստատել, ոչ բացառել, ոչ պնդել, որ չի լինի, ոչ էլ հակառակը, բայց կրկնեմ, պատճառը լինելու է անկասկած դրսում որևէ իրավիճակ։ Այդպիսի սցենարի մասին, որ Գյումրիում պարտվելուց հետո կգնան ընտրության, եթե չեմ սխալվում, օրեր առաջ խոսել էր քաղաքացիական պայմանագրից հեռացած թե հեռացված Սովիկ Աղազարյանը, ես կրկնեմ, ոչինչ չեմ կարող բացառել, այնպես որ շատ բան ցույց կտա ընտրության արդյունքը։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Զրուցում էի քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի հետ։ Շարունակեք մեզ հետևել, կհանդիպենք։